Պարոն Մխիթարյան, ես համոզված եմ, որ դուք ճշգրիտ գիտության ներկայացուցիչ լինելով հանդերձ, իսկապես պետք է այդ ճշգրիտ մտածողությունը կրեք ձեր մեջ եւ կրում եք, ես դրանում համոզված եմ, եւ հենց նոր դուք հնչեցրեցիք, որ մենք տալիս ենք ՀՌՀ-ին լիազորություն, որ եթե դուք գտնում եք, որ այստեղ ինչ-որ սխալ է կատարվել, ապա դուք վարույթ հարուցեք, բայց Արդյոք սահմանադրության 196 հոդվածի 6-րդ մասը, որը հնչում է հետևյալ կերպ, ՀՌՀ-ի լիազորությունները, գործունեության կարգը եւ երաշխիքները սահմանվում են օրենքով։ Արդյոք այս կետը չի ասում, որ մենք օրենքում պետք է ամրագրենք կոնկրետ որոշակի սկզբունքներ։ Այո, սկզբունքների իրականացման ակտերը թող ՀՌՀ-ն որոշի կարգային, բայց կոնկրետ սկզբունքներ, որոնց շրջանակում նա պետք է գործի, դա պետք է օրենքով սահմանվի։ Եվ հիմա հարցս, դուք արդյոք, ասենք, Ադրբեջանի նախագահը հայտարարում է Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի սահմանադրությունը։ Եթե որևէ հարցազրույցի ժամանակ, ասենք ես մեջբերում եմ այդ հայտարարությունը եւ ասում եմ, սա երկրի ներքին գործերին միջամտություն է եւ զուգահեռ այդ Ալիևի հայտարարությունը, այդ հերոստատեսությունը վերահաղորդում է։ Սա համարվում է ներքին գործերին միջամտություն։ Շնորհակալություն։ Տիկին Գյուրեղյան, դուք ինքներդ ընթերցեցիք սահմանադրության 196-րդ հոդվածը, որտեղ ասում են, որ ՀՌՀ-ի լիազորությունները սահմանվում են օրենքով։ Նկատի ունեմ, օրենքը իմ կարծիքով որևէ պարագայում չի կարող եւ չպետք է մտնի ենթաօրենսդրական աշխատանքային տիրույթ։ Եթե այդպես է, մենք ունենանք գործող օրենսդրության ծավալից 100 անգամներով ավելի փաստաթղթեր։ Եթե այդ պարագայում կներեք սահմանադրական մարմնի իմաստը որն է։ Եթե ես եւ դուք հիմա պիտի որոշենք ՀՌՀ-ի փոխարեն, թե որն է համարվում ատելության խոսք եւ որը չի համարվում ատելության խոսք եւ ոնց ինքը պիտի վարչարություն անի կամ չանի, կներեք։ Այդ դեպքում սահմանադրական մարմին ունենալը այդ ինչ բուտաֆորիա է, մենք դրա անհրաժեշտություն չունենք, գնանք սահմանադրությունը փոխենք, ես եւ դուք զբաղվենք այդ գնահատականները տանք։ Մեր կարծիքով օրենքով ուղղակի պիտի սահմանենք ՀՌՀ-ի այն լիազորությունը, որը այսօր օրենսդրության բացակայում է։ ՀՌՀ-ն այսօր չունի իրավունք որևէ ինտերվենցիա անել այն պարագայում, երբ իր կարծիքով եւ ձեր կարծիքով, որովհետեւ պարոն Մինասյանն ասաց, ինքը դեմ է, որ մեր ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստա կոնտենտ հրամցվի մեր քաղաքացիներին օտարերկրյա։ Արձագանք։ Շարունակեմ, լավ արձագանք։ Պարոն Մխիթարյան, դուք իմ հարցին չպատասխան կներեք։ Հետևական են։ Ոչ, ասեք։ Ամեն դեպքում գիտեք, որ դա դուք եք։ Իմ հարցին չպատասխանեցիք։ Արդյոք Ալիևի հայտարարությունը երկու հարց եք տվել, հա, համարում եք ներքին գործերին միջամտություն, եթե որևէ մեկը մեջբերում է այդ հայտարարությունը եւ զուգահեռ գնում է այդ հաղորդումը, արդյոք այդ հեռարձակողը կամ վերահաղորդողը խախտում է իրականացնում եւ կոնկրետ քանի որ դուք նշում եք հաճախ է իրականացվում օտարերկրյա տեղեկատվական ներգործություն, հաճախ բառը դուք հիմնավորման մեջ գրել եք, կարող եք 1-2 կոնկրետ օրինակներ բերել եւ դուք ինչ օրինակների նկատի ունեք եւ անպայման Ալիևի հայտարարությունը ներքին գործերին միջամտություն համարում եք թե ոչ։ Շնորհակալություն։ Ես թերևս ինչի ասեմ չհասցրի պատասխան, որտեղ դուք երկու հարց եք տվել, հազիվ հասցրի մեկին։ Ես թերևս մնամ անսասան ձեր թույլտվությամբ եւ նորից չտրվեմ այդ սադրանքին։ Ես համարում եմ, որ ես այդ գնահատականները, եթե քաղաքական գնահատականներ եք ուզում հնչեցնել, ես մեծագույն սիրով պատրաստ եմ տալ։ Օրինակ տվել եմ Վլադիմիր Սալավյովի հայտնի քաղաքական հաղորդման ժամանակ ես հանրային հրապարակային իմ խոսույթում այդ գնահատականները տվել եմ, որ այո, իմ կարծիքով դրանք, բայց դրանք հիմնված են եղել ՀՌՀ-ի զեկույցի վրա։ ՀՌՀ-ն ԲՏԱ նախարարությանը տվել է զեկույց, ասելով, որ կա փորձագիտական, մասնագիտական եզրակացություն, դուք պիտի գնաք հանրային մուլտիպլեքսում արգելափակեք այդ հաղորդումը, որովհետև խախտվել է միջկառավարական համաձայնագրի դրույթներից մեկը։ Խնդրում եմ ձեզ, Տիկին Գյուրեղյան, ես հասկանում եմ բոլոր նյուանսները ձեր խոսքի,
բայց ես առաջարկում եմ առաջնորդվել ինստիտուցիոնալ մոտեցմամբ։ Այս պարագայում, երբ մենք խոսում ենք քաղաքականությունների մշակման մասին, որևէ էմոցիոնալ, անձնական, սուբյեկտիվ դիրքորոշում իմ կողմից ընդունելի չէ։ Ինչ վերաբերում է կոնկրետ, եթե դուք ուզում եք անպայման ես այս կամ այն երկրի նախագահին անդրադառնամ ազգային ժողովի ամբիոնից ասեմ, դա կարող է դիտվել որպես ներքին գործերին միջամտություն եւ հեռարձակողը պիտի կրի պատասխանատվություն կամ չդիտվել։ Դա իմ գնահատման տիրույթում չէ։ Դա կարգավորող ինստիտուցիոնալ սահմանադրական անկախ մարմնի գործն է։ Այլ բան է դուք վստահում եք այդ մարմնին թե չէ, դա արդեն այլ խոսակցություն է եւ ես այդ իրավասությունը չունեմ նման գնահատականներ տալու։ Հարցերի համար հատկացված ժամանակը սպառվեց, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդ